շուրջ մեր ուրեմն համաձայնության մասին։ Սովորական բանակցությունները, ցանկացած բանակցություններում վերջում մեկը ասում է, լավ, այս վերջի ասածը բան է, ընդունելի է եւ այդտեղ տեղա ունենում պայմանավորվածություն, պայմանագիր։ Մեր դեպքում պայմանավորվածությունը տեքստի շուրջ տեղի ունեցել, ստորագրությունը դեռ չէ, բայց հուսանք առաջիկայում դա էլ կլինի։ Պահեցի, բայց պարոն Խաչատրյանը իր գործընկերների ժամանակից է բանանում։ Ես կարող եմ արձագանքի հնարավորությունը հանեմ, հարց եւ պատասխան։ Համեցեք Տիկին Վարդանյան։ Չէ, կհանեմ։ Նախ իսկապես առանց արձագանքի չի ստացվի։ Նախ իսկապես առանց արձագանքի չի ստացվի։ Աբսուրդը հասել է այնտեղ, որ 7 տարի Հայաստանում ամբողջական իշխանություն ունեցող ուժի ներկայացուցիչը թույլ տվեք ասել մունաթ է գալիս Դաշնակցության ներկայացուցիչի վրա, ով Հայաստանում ամբողջական իշխանություն վերջի 30 տարում չի ունեցել, ինչու չեն ճանաչել Արցախը։ Այն Դաշնակցության, այսինքն այն ուժի, ով հանդես է եկել եւ Արցախը ճանաչելու, եւ Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու օգտին, որը ճանաչման ձևերից մեկն է նաև աշխարհում, ու մունաթ է գալ, ինչի չեք ճանաչել։ Եթե որևէ նախկին իշխանություն սխալ է արել ձեր գնահատմամբ, 7 տարի ամբողջական իշխանություն եք, ի՞նչն էր խանգարում ձեզ անել։ Նենց էլ ասում եք, խի չեք ճանաչել, դա է բերել հանձնման, ոնց որ եթե ճանաչած լինի, դա ձեզ խանգարելու էր։ Ասենք Կիրանցի կադաստրները ձեզ խանգարեցին բան անել, զորքերը ետ քաշել, ձեզ որևէ բան խանգարելու էր ընդհանրապես ճանաչած էլ լինեիք, նույն արդյունքն եք դուք ունենալու։ Բայց հիմա ես երկու հարց ունեմ եւ ուզում եմ անդրադառնալ նախ Ադրբեջանի հետ համաձայնեցված փաստաթղթին ու այդ կետերին։ Իսկապես շատ պարզ հարց եմ ուզում տալ։ Դուք հայտարարում եք, 2 ամիս առաջ հայտարարեցիք, որ Ադրբեջանի հետ փաստաթուղթը կետերը համաձայնեցված են, եւ հիմա էլ հայտարարեցիք, որ միայն հայտարարությունը անգամ չկնքում է։ Մեր անվտանգությունը որոշակիորեն նպաստել է։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի ապակառուցողական ու ավելացող պահանջները մի կողմ եմ թողնում։ Պարզ հարց եմ ուզում տալ։ Սյունիքում ինչի են 2 ամիսա կրակում։ Ոնց եք դուք բանակցել, համաձայնեցրել փաստաթուղթ, հիմա էլ ասում, որ ավելի առաջ եք գնացել անվտանգության ապահովման գործում, եթե ավելի լավ վիճակ էր այդ հայտարարությունից առաջ, քան հիմա անվտանգության ապահովման գործում։ Սյունիքում 2 ամիսա շուրջ ինչի համար են կրակում, Ադրբեջանը ի վերջո ինչի է ուզում հասնի դրանով, դուք այդ կրակոցները ինչով ասես բացատրեցիք դրոշ վառելուց սկսած մինչև տարբեր բաներ, հիմա այս վերջին օրերին բան չի կատարվում, մեկա կրակում են, ու այս կոնտեքստում ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը կոնկրետ տեղանք նշելով խոսել են վտանգի մասին։ Ես ուզում եմ հասկանալ, դուք ավել տեղեկություն ունեք Ադրբեջանից գուցե ստացված կամ որտեղից, որ վտանգ չի սպառնում ու այս գործընկերներին կոմունիկացիա տեղի չունեցել, թե իրենք ավել տեղեկություն ունեն, մեզ են զգուշացնում, դուք եք դա թաքցնում, որտեղ է այստեղ ճշմարտությունը։ Այս հարցին բուն հարցը Ադրբեջանը ի վերջո, եթե համաձայնեցված է, գնում եք խաղաղության, ինչու է կրակում։ Եվ երկրորդ հարցը արձագանքից հետո կտամ, որ ինչի չի լինելու։ Սկսեցինք հարց արձագանքով։ Տրամաբանական պատճառով ունենք սահմանափակ ժամանակ եւ շատ հարցեր։ Լավ, անիմաստ է կարծում եմ բանավիճելը, հիմա ռեգլամենտի շուրջ, որ ուրիշ ձև սկսեցինք, ուրիշ ձև շարունակում ենք, լավ, երկրորդ հարցը։ Մայիսի 26-ից 28-ը Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին Բեռնում Շվեյցարիայում անցկացրեց միջազգային համաժողով կրոնական ազատության թեմայով եւ Լեռնային Ղարաբաղում, Արցախում հայկական ժառանգության պահպանության խորագրով։ Ես ուզում եմ, որպես արտաքին գործերի նախարար, որտեղ այդ տիրույթում է, ձեր գնահատականը լսել այդ համաժողովի հնչեցրած ելույթների, արդյունքների, կարևորության կամ չկարևորության մասին, մանավանդ որ հայ առաքելական եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին անձնապես թիրախավորելը, թույլ տվեք ասել շատ պատահականորեն ճակերտների մեջ համընկավ հենց այս համաժողովից հետո տեղի ունեցավ։ Ձեր կարծիքը որպես արտաքին գործերի նախարար այս համաժողովին։
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ասում է, որ վտանգ կա էսկալացիայի։ Մենք ավելի լավ գիտենք, թե իրանք։ Տիկին Վարդյան, Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը այդ հայտարարության մեջ եւ այդ գնահատականում ասել այն, ինչ որ մենք ասել ենք։ Ես ինքս ասում եմ անընդհատ։ Քանի դեռ չունենք ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա։ Հիմա ինձ որ հարցնեք, իհարկե սա էլ մի քիչ պետք է բացատրենք, որովհետեւ վերցնում են հետո մեր մամուլի գործընկերները մի մասը չգիտակցելով, մի մասը միտումնավոր գրում են Արարատ Միրզոյան միջակետ, պատերազմի վտանգը մեծ է։ Մարդիկ էլ ընդ փողոցում խառնվում են իրար, ասում են Միրզոյան ասել է, հեսա պատերազմ ալնելու։ Բայց ընդհանուր առմամբ միտքը այն է, որ քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել եւ ձեռք չենք սխմել, բայց էսկալացիայի վտանգը կա։ Դա կարող լինի ստից, տեխնիկական ինչ որ արբանից, կայծից հրդեհ բռնվի, կարող լինի պլան որպես այդպեսին, հա, մյուս կողմից։ Հետևաբար այստեղ նոր ինչ որ եւ կոնկրետ բանի գույժ չի, որ հայտնելա Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, կարծում եմ։ Բազմաբազն իմ տպավորությունը այդպեսին է։ Հա? Ինչու են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է եւ այս բարձրաձայն մի քանի անգամ ասել ենք, ստեղծենք միասնական համատեղ հետաքննող մեխանիզմ, որտեղ օրինակ այդ մեխանիզմի արդյունքում էլ կարելի է պարզել հրաման են կատարում այդ զինվորները, թե այդ զինվորները, չգիտեմ, որ կողմից էլ լինի, նույնիսկ կողմի բանը չեմ դնում, ինչ որ մտքերից ելնելով կամ ինչ որ վիճակի մեջ լինելով ինքնուրույն գործողություն արել, մեկը կամ խմբով, թե էլի կրկին հրաման է, այսինքն դա այլ ուրեմն կամ օրինակ կենտրոնից թելադրվող գործողությունը, սա բարձելու ճանապարհը մեկն է։ Հետո միասնական համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծել։ Մենք սա առաջարկել ենք ադրբեջանական կողմից։ Բայց ես ասեցի, որ ֆորմալ ձեր հարցերին պատասխանած լինեմ, բայց ուզում եմ ավելի հա միջոցառում են, դուք եթե sense մի հատ երանգ եք դնում, ասում այ այդ միջոցառումից հետո դուք սկսեցիք հարձակվել եկեղեցու վրա, կաթողիկոսի վրա, այսինքն անկեղծ ասեմ, լուրջ չեք նեղանա, անից անտրամաբանական բան եք ասում, որ նույնիսկ արձագանքելու բան չկա, էլի, ասենք, հիմա որ ուրիշ բառ չլավ չեմ ասեմ, Չէ, Տիկին Վարդյան, խոսում ենք հետևյալի մասին, դուք ինձ հարց եք տալի, ասում եք կաթողիկոսը ազգի փրկության համար միջոցառում արեց Շվեյցարիայում, դրանից հետո դուք սկսեցիք հարձակվել կաթողիկոսի վրա։ Okay, դե Միրզոյան, արի ռացիոնալ պատասխան տու այս հարցին։ Ինչ ասեմ, որ հոդաբաշխ հնչի։ Երկրորդը, ես միշտ մեր բոլոր շփումների ընթացքում ելնում է տոները բարձանում են ձեր կողմից, իմ կողմից, ելնում է ժպիտով ենք խոսում, բայց ես միշտ առաջարկում եմ լայնացնել եւ խորացնել խոսակցությունը։ Հիմա էլ եմ նույնն անում, նայեք, ենթադրենք, դուք տենց դիպվածային ասում եք, բայց իրանք կրակում են։ Պարոն Խաչատրյան ասում է, թշնամու վերջի երկու կետին համաձայնվեցիք։ Ես ասում եմ, եկեք խոսանք, Ժորժ ջան, ու լավ է, թող հրապարակային, մեր քաղաքացիներն են։ Լավ, ինչ անենք։ Լավ։ Չանենք այդ պայմանագիրը, չհամաձայնենք այն կետին, չառաջարկենք մեխանիզմ, հրճակենք ամբողջ բանին, ինչի մենակ Ադրբեջանը, ինչի մենակ Թուրքիան, մի հսկայակ ասենք թյուրքական աշխարհը, մահմեդական աշխարհը, արդեն արաբական ժողովուրդները, չգիտեմ, հերավոր արևելքի բաներ, Օվկիանիայի ժողովուրդներն հետո մեր թշնամի ու ինչ անենք, ժողովուրդ, դուք ինչ եք պատկերացնում։ Մի օր կարակ հոդաբաշխ նստենք, պարոն Խաչատրյան, դուք ինձ բացատրեք, ասեք Միրզոյան, սխալ է, այս երկու կետին պետքա չհամաձայնվենք, պետքա ինչ անենք։ Այդ չեմ տեսնում ես ձեր ասածների մեջ ոչ մի կերպի։ Բացի նրանից, որ ճռճռան հայրենասիրական բաներ ասեք, չգիտեմ։ Ինչ է։ Էդի ո՞նց հալնում։ Սա մամուլը կգրի Միրզոյանը չգիտի ինչ անի, դիմությանն է հարցնում։ Հասմիկ Ակոբյան։ Մեկ էլ մի բան ասեմ, էլի։ Հələ սպասեք, ժողովուրդ։ Խոսում ենք։ Մի բան էլ եմ ուզում ասեմ։
Չէ ուզում իմանամ դուք ո՞նց եք տենում, որ ասում եք դու սխալ ես։ Ձեր ճիշտը ո՞րն է։ Ամառ այդ կետը դնուրից իրանք էլ են ասում, չասում են դե մենք հո չենք ասում խաղաղություն վատ բան է, խաղաղություն լավ բան է, բայց ո՞նց։ Երևի մենք սա լավ ես տենց էլ ամենայն դեպքում արձանագրեմ իմ համար չեմ բարձել ձեր ուզածն ինչա, ենթադրություններ ունեմ, բայց որպես փաստ չեմ կարող մատուցեմ հանրությանը, այդ ենթադրությունն էլ որ ասեմ հեչ ձեր օգտին չի հնչի։ Բայց խոսակցությունը լայնացնելու եւ խորացնելու իմ առաջարկի ծիրին մեջ, ինչպես ձերոնք կսիրեին արտահայտվել։ Ես այսօր առավոտը մի հատ միտք ունեի, ուզում եմ էլ հանրայնացնեմ, ձեր հետ է կիսվեմ։ Ուրեմն ես մտածում էի, որ ձեր խմբակցությունը օրինակ դե դուք եք հարգել եկել նստել զրուցում ենք, մյուսներ չեն եկել։ Ձեր չէ, շատ հետաքրքիր միտք էր, որ օրինակ ձեր խմբակցության մարդիկ իմ համար եւ ընդհանրապես ձեր համակիր հասարակության մասն էլ մարդիկ ու պարտադիր չազգային ժողովի պատգամավոր երկու մասի են բաժանվում։ Ես երկու ձև եմ ընկալում, երկու տեսակ մարդիկ։ Մի փոքր մասը, փոքրաթիվ մասը ինձնից լավ գիտի, որ ես ճիշտ եմ։ Ես 4 հատ փաստար կասեմ, 5-րդ, 6-րդն էլ այդ մարդիկ դուք այդ խմբի, ենթախմբի մարդիկ կասեն։ Այ ուրիշ բան, նրանք չեն ասում, նրանք ասում են այլ ճռճռան բառեր, այլ նարատիվներ մանիպուլացնելու մյուսների։ Եվ ահա ձեր խմբի, խմբակցության, հոսանքի այն մյուս ավելի մեծ մասը, որը չի մանիպուլացնում, ազնվորեն հավատում են, որ իրանք ճիշտ են։ Օրինակ ուզում եմ կոմպլիմենտ անել, հաջողություն անել Տիկին Վարդյանին։ Ինքն հենց անկեղծ է ատում ինձ։ Եվ ազնվորեն հավատում է, որ ես ինչ եմ արել, ծախել եմ, դա չգիտեմ ինչ եմ արել։ Հասկանում եք։ Ես որ նայում եմ, թե ինքը ոնց ազնվորեն հավատում իր ասածին եւ ոնց ազնվորեն ինձ համարում դավաճան, ուղղակի sense չեմ կարող նույնիսկ հակափաստարկներ ռացիոնալացնել, որովհետև Տիկին Վարդյանի հավատքը այնքան խորն է, որ ռացիոնալ փաստարկների համար փակվում է ինքը։ Եվ հետաբար, եթե ես եւ Տիկին Վարդյանը նստենք, փաստարկներ բերենք իրար, անիմաստ է այդ խոսակցությունը, հասկանում եք, ես չեմ կարող համոզեմ Տիկին Վարդյանին։ Այնինչ ձեզ, պարոն Խաչատրյան, ոչ միայն կարող եմ համոզել, այլև կարող եմ պնդել, որ դուք ինձնից լավ գիտեք, որ ես ճիշտ եմ, իսկ դուք սխալ։ Դա լավ։ Մանիպուլացիա։ Հուսով եմ տեսախցիկները ֆիքսեցին դաշնակցության ավակ եւ երիտասարդ սերնդերես համերաշխությունը համեցեք Տիկին Հակոբյան։ Տիկին Վարդանյան, դաշնակցականների վրա մունատ գալուն դեռ ժամանակը գալու է, որովհետև դուք այդ ես ձեզ չի ընդհատում, որովհետև այս ընթացքում էլ կարող եք կողմնորոշվել, արդյոք կիսում եք ձեր դաշնակցական գործընկերոջ Հրանտ Մարգարյանի սպառնալիքը նոր հոկտեմբերի 27-ով, արդյոք դա եւս ձեզ համար սրբության սրբոց է, արդյոք հոկտեմբերի 27-ը ժողովրդական պորտկում էր, ոչ թե ահաբեկչություն, այս ժամանակ ունեք մինչև հաջորդ քառորյա մտածեք։ Հիմա հարց, պարոն Միրզոյան, ինչպես եք մեկնաբանում Սյունիքի մարզում միջազգային մեր գործընկերների հետաքրքրվածությունը ներկայացուցիչություններ բացելու եւ երկրորդ հարցը, որքան եք իրատեսական համարում Թուրքիայի հետ հարաբերությունների ցանկալի վերջնարդյունքը ունենալը եւ եթե ժամկետներ էլ կարողանաք, այո, նշել, շնորհակալ կլինեմ։ Միանգամից ուղիղ եւ ավելի լայն պատասխանեմ Տիկին Հակոբյան, ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ, շատ իրատեսական եւ շատ շոշափելի հնարավորություն ունենք դրական եւ տրամաբանական հանգուցալուծման հասցնել Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Որքան էլ որ ես քիչ առաջ ասեցի, որ քանի դեռ այդ վերջնական կարգավորումը չկա, կա մշտապես էսկալացիայի վտանգ եւ իսկապես դա փաստ է։ Միևնույն ժամանակ ես ուզում եմ ասել,
որ ես շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը եւ Ադրբեջանի հետ եւ նաեւ երկխոսության ուրեմն եւ հարաբերությունների կարգավորումը նաեւ Թուրքիայի հետ եւ համապատասխանաբար սահմանների բացումը իմ անձամբ իզնից առաջ վարչապետ Փաշինյանի մեր քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների ջանքեր այս ուղղությամբ են եթե անձնական վերաբերմունք եք հասնում ես հավատում եմ որ մոտ ապագայում երկու ուղղությունն էլ իրատեսական իրականանալու լուրջ շանսեր ունեն հիմա դե գիտեք մեր ջանքերն էլ ուղղված են նրան որ այսինքն կա կառավարությունների միջև համագործակցություն կա միջրեգիոնալ համագործակցություն կա տարբեր երկրների ներկայացվածություն կամ հետաքրքրություն մյուս երկրի առանձին ուրեմն տարածաշրջաններում այս կոնտեքստում է պետք բան անել մենք ինքներս ենք նաև բարձրաձայնել վերջի մի քանի տարվա ընթացքում որ Սյունիքը հատուկ ուշադրության կարիք ունի եւ տնտեսապես եւ ուրեմն եւ սոցիալական տարբեր հարցերում եւ նաեւ գաղտնիք չի որոշակի անվտանգային ուրեմն թեմաներ էլ կան եւ մենք ենք նաեւ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Սյունիքի վրա եւ տեսնում ենք որ այս մեր առաջարկը ըմբռնում է գտնում միջազգային գործընկերների կողմից ինչը շատ լավ է կարծում եմ Տիկին Հակոբյանի լրումն Պարոն Միրզոյանի պատասխանի քիչ առաջ Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցն ունեցել եւ կարծում սա եւս լավ ազդակ է այն լավատեսության, որը պարոն Միրզոյանը նոր ներկայացրեց։ Կարնիկ Դանիելյան։ Բայց իսկապես մի հատ ընդերես մի հատ ընդերես է։ Նո, դու չփարում, կներեք բան։ Բաղուց է պարոն Դանիելյանը ձեր Նախ ես կարճ ուզում եմ անդրադառնալ առաջին հանրապետությանը, որ չգիտի պատմությունը, նամանավանդ դուք էլ այն շերտին եք պատկանում, որ պատմաբան եք լավ էլ գիտեք։ Առաջին հանրապետություն ստեղծել են դաշնակցական հայրերը, որոնք որ նվիրումի անձնական նվիրումի շնորհիվ եւ գիտեք Ղարաքիլիսայի Բաշապարանի Սարդարապետի հերոսամարտերը, այդ հերոսամարտերից հետո ստեղծել են առաջին հանրապետությունը, որը հարյուրամյակներ մեկ չենք ունեցել։ Պետականություն չենք ունեցել եւ այդպես առհամարական վերաբերվել առաջին հանրապետությանը, դուք եթե առաջին հանրապետությունը չներ, այդտեղ նստած կլնեիք։ Եվ կարևոր է որ մենք արժևոր ենք այն հաղթանակները, որ ունեցել ենք, որ դրա շնորհիվ է երկրորդ եւ երրորդ հանրապետությունները եղել։ Ես դրա մասին կարող եմ երկար խոսել, բայց քանի որ մի քանի հարց ունեմ եւ ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր ունեմ, հարցս հետեւյալն է։ Դուք պարոն Միրզոյան ասում եք, որ Վրաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ, աննախադեպ հարաբերություններ, բայց ամիսներ շարունակ մեր բեռնատարները կանգնած են Վրաստանում գյուղատեսական ապրանքներով եւ չեն կարողանում իրենց պարտականությունները, պայմանագրային պարտականությունները կատարել եւ բացյան երկրներ եւ ԵԱՏՄ երկրներ ապրանքը տանել։ Հարցս հետեւյալն է. Արդյոք չեք տեսնում, որ այդտեղ կա քաղաքական խնդիր, այսինքն հենց այդ խնդիրն է պատճառ հանդիսանում, որ մեր տնտեսվարողները միլիարդավոր դրամների վնասներ են կրում եւ ի վերջո ասում եք գնում ենք հանդիպում ենք մենք էլ ենք տեսնում պատվիրակություններ ազգային ժողովի նաև վերջերս նաև Հայաստանում էր արտաքին գործերի փոխնախարարը այդ հանդիպումների ժամանակ ձեր վրացի գործընկերներին չեք ասում լավ ամոթ այսին չեք անում տարանցիկ բեռը ոնց կարելի է ամիսներ շարունակ այդտեղ կանգնացնել եւ այսքան վնասներ հասցնել մեր գյուղատնտեսությանը մեկ Երկրորդ հարցը վերաբերվում է այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին։ Ամիսներ շարունակ ասում էր, որ այդ սահմանազատման գործընթացը կսկսվի Հայաստան-Վրաստան-Ադրբեջան այդ սահմանակետից, սահմանագծից։ Ինչ կա ի վերջո այս ուղղությամբ։ Ինչ պայմանավորվածություններ կա եւ ի վերջո այն ականազերծման աշխատանքները, որ արվում են սահմանին։ Մենք կարող ենք ենթադրել, որ նաև հաշվի առնելով այն նամակը, որ Ջեհուն Բայրամովի գրասենյակը ուղարկել էր